Բարի օր սիրելի հեռուստադիտող, մեր եթերի վերջնամասում գնում ենք թատերական աշխարհ բացահայտելու վերջին նորությունները։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում տեղի է ունեցել Կմեռնեմ ուրբաթ երեկոյան ներկայացման առաջնախաղը։ Բեմադրության մասին այժմ կզրուցենք դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի հետ։ Բարի առավոտ Տիկին Տիգրանուհի, ուրախ եմ, որ ձեր առավոտը մեզ հետ եք սկսել։ Բարի առավոտ, ես նույնպես ուրախ եմ։ Ինչպես է սովորաբար ձեր կիրակնորի առավոտը սկսվում։ Մյուս բոլոր առավոտների նման, սուրճով։ Իսկ հանգստյան է, թե ավելի շատ աշխատանքային։ Նայած թե տվյալ օրը փորձ ունենք կամ որևէ նկարահանում կա, թե ոչ, մեզ համար կիրակին աշխատանքային օր է։ Շատ լավ, խոսենք ներկայացման մասին, ում և որ պիեսի հիման վրա է այն բեմադրված։ Ներկայացումը բեմադրված է իտալացի 20-21-րդ դարի բավական հայտնի դրամատուրգ Ալդո Նիկոլայիի երբևէ եղել եք ուխտի վրա պիեսի հիման վրա։ Պիեսը մեր թատրոնում դարձել է, անվանափոխվել է, դարձել է Կմեռնեմ ուրբաթ երեկոյան։ Ինչպես է վերնագիրը որոշվել։ Որովհետև հերոսուհին, իմ խաղացած հերոսուհին սպառնում է անընդհատ, որ մի 2-3 անգամ սպառնում է, որ կմեռնի ուրբաթ երեկոյան։ Դրա համար էլ մեր ռեժիսորի գլխավորությամբ մտածեցինք, որ պիեսը թե ուխտի մասին մի քիչ ներկայանալի վերնագիր չէր, փոխեցինք վերնագիրը։ Եվ հետո կարծում եմ սա բավական գրավիչ վերնագիր է ներկայացման համար։ Երևի առաջին պատճառը դա էր։ Դուք ում դերն եք մարմնավորում։ Ես մարմնավորում եմ Օլգայի դերը։ Ասեմ, որ 3 դերակատար ունի ներկայացումը՝ մայրը, աղջիկը եւ իրենց հարևանուհին։ Ես մոր դերն եմ խաղում 90 տարեկան մի կնոջ, որը ըստ հեղինակի բնութագրմամբ 90 տարեկան չի երևում, ինչպես եւ իր աղջիկը իր տարիքը ցույց չի տալիս, սրանք ավելի երիտասարդ են ցույց տալիս եւ այդ մոտորով էլ ապրում են։ Ներկայացման ռեժիսորը Անուշ Սարգսյանն է, ձեր խաղընկերները արդեն ասացիք, որ երկուսն են, Զարուհի Խաչատրյանը եւ Անի Քոչարյանը։ Դուք ինչպես ստացաք Օլգայի դերի առաջարկը։ Գիտեք ինչ, մի քիչ ուրիշ կերպ ստացվեց։ Զարուհի Խաչատրյանը գտավ պիեսը։ Եվ քանի որ մենք մտերիմ ենք թատրոնում, նույն գրիմանոցում ենք գրիմավորվում, այսպես ասած, դրա համար շատ հարմար էր, որ մայր, աղջիկ, հարևանուհի, ըստ որում հարևանուհին շատ վառ կերպար է, շատ հետաքրքիր գույն է բերում ներկայացման մեջ, այդպես որ համարյա հավասարազոր դերեր են։ Ու ինձ բնականաբար ամենաավագն եմ բաժին հասավ Օլգան։ Շատ լավ, որքանով էր հեշտ կամ դժվար այս բեմադրության շուրջ աշխատել ռեժիսորի եւ ձեր խաղընկերների հետ։ Ճիշտ եք ասում, եւ հեշտ, եւ դժվար։ Հեշտ էր, որովհետեւ Անուշ Սարգսյանի հետ մենք նույն կուրսում ենք սովորել ինստիտուտում։ Բնականաբար մենք շատ վաղեմի ծանոթներ ենք եւ իրար լեզու հասկանում ենք։ Բայց միևնույն ժամանակ դժվարություն էլ կա։ Դժվարությունը այն էր, որ դերը, կոնկրետ իմ դերը բազմաշերտ դեր է։ Մի գիծ չունի, կարող է մի փոքրիկ կտորում ինքը մի ձևի լինել, հաջորդ կտորում լրիվ փոխվում է, ինքը ցասումից կարող է խղճահարություն առաջացնող խնդրանքով դիմել աղջկան։ Դրա համար այդ գույները գտնելը դժվար էր, բայց ձեր հարցի մեջ կար նաև թե ինչպես ենք աշխատել ենք շատ համերաշխ, շատ ստեղծագործական, կրճատելուց սկսած բավական կրճատել ենք պիեսը, որովհետև ավելորդություններ, ավելորդ կրկնվող բաներ պետք չէին։ Թողել ենք Անուշը, թողել է ամենաանհրաժեշտը, որի շուրջ գործողությունը տեղի է ունենում եւ հանդիսատեսն էլ լրիվ հասկանում է ինչի մասին է խոսքը։
իրար հասկանալով, ռեժիսորին լսելով, երբեմն ինչու ոչ մեր առաջարկը առաջ բերելով ռեժիսորն էլ մեզ հետ կամ համաձայնվում էր կամ չէր համաձայնվում, այսպես փող ըմբռնման մթնոլորտում մենք շատ լավ ենք աշխատել։ Իհարկե սկզբից հետո ներկայաց փորձերի կեսերից մեզ միացան նկարչական ձևավորող Արեգ Միրիջանյանը եւ երաժշտական ձևավորող Արման Միրիջանյանը, որոնց հետ էլ մենք հենց սկզբից էլ Արեգի հետ էլ, հետո Արմանի հետ էլ շատ փոխըմբռնով ենք աշխատել, փոխըմբռնումով։ Շատ լավ, խոսեցիք փորձերի մասին, հետաքրքիր է թե որքան է տևել նախապատրաստական այդ շրջանը, փորձերը որքան ժամանակ են խլել ձեզնից։ Գիտեք ինչ, նախապատրաստական աշխատանքը ըստ մեզ շատ կարճ է տևել, որովհետև մենք մարտի 16-ին սկսեցինք, այսինքն ամեն ինչ սկզբից, եւ նախապատրաստականը, եւ կրճատումը, մի շաբաթ հետո կամ 10 օր հետո մեզ միացավ նկարչական ձևավորողը, եւ դեռ մինչեւ համարյա վերջ մենք կրճատումներ էինք անում, փոփոխություններ էինք անում, ինչ որ բան էլ ավելացրել ենք, ասենք կերպարին բնորոշ որոշ փոքրիկ դետալներ եւ այլն ավելացրել ենք, փաստորեն 2 ամիս։ Որը ներկայացման համար իրականում, այո, ճիշտ եք ասում, կարճ ընթացք է, կարճ շրջան է։ Ինչ ասելիք ունի ներկայացումը եւ մարդկային փոխհարաբերությունների որ շերտերն է բացահայտում ըստ ձեզ, թե որպես արդեն կողքից ուղղակի ներկայացումը նայող, թե արդեն դերասան, որը մարմնավորում է կոնկրետ կերպար։ Ասելիքը համամարտկային է։ Պիեսի եւ նաեւ ներկայացման ասելիքը նույնն է ու համամարտկային է։ Մայրեր, դուստրեր, հայրեր, որդիներ։ Այս հակամարտությունը ասեմ կամ փոխհարաբերությունը ասեմ, եղել է երևի աշխարհի առաջին իսկ օրերից մեր թվարկությունից առաջ շարունակվել է բոլոր դարերում ու եկել հասել է մինչև հիմա։ Սա անփոփոխ է, որտեղ կան մայրեր, կան իրենց դուստրերը։ Այստեղ հարևանուհին էլ է ավելացել, հարևանուհիներն էլ են դերեր խաղում շատ որոշ ընտանիքներում, ինչու ոչ համարյա բոլոր ընտանիքներում։ Միշտ ունենում ես, չէ՞, մի հարևանուհի, որ լավ կամ վատ կողմով մի տեսակ կյանքիդ ուղեկիցն է դառնում։ Եվ անդրադառնում է, այո, որոշումներից վրա, կյանքի որակի որոշ դեպքերում լավ իմաստով, երբեմն էլ մի քիչ էլ խանգարում է, բայց ոչինչ, դա էլ է պետք, դա էլ մեր բաղկացուցիչ մասն է։ Հիմա այստեղ 3 կանայք են, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են մայրը եւ դուստրը եւ նրանց հարևանուհին, ես երևի չասեմ, ակնկալելով, որ մարդիկ կգան, կնայեն ներկայացումը եւ իրենք էլ իրենց եզրակացությունը կանեն, որովհետեւ մի փոքր կարծես թե ստանդարտից շեղված փոխհարաբերություններ են, բայց քանի որ իտալացիները, հայերը եւ մի շարք այլ ժողովուրդներ, հույները, վրացիները, շատ նման, իսպանացիները շատ նման գծեր ունեն, դրա համար սա մեզ համար էլ խորտ չէ, ինչ որ կատարվում է բեմում։ Եվ ամեն մեկը կարող է երևի կամ ինքը իր վրա զգալ, կամ էլ իր շրջապատող, կամ ազգական, կամ բարեկամ, կամ հարևան, այդպիսի դեպք կարող են օրինակ բերել իրենց կյանքում։ Իսկ եթե փորձենք տանել ավելի առօրյա դաշտ, նման ներկայացումը որքանով է կարևոր մեր հասարակության համար, նույն արդեն կենցաղում առօրյայում, մայր եւ աղջիկ, հարևանուհի փոխհարաբերությունների մեջ, ներկայացումը սովորեցնում է ինչ-որ բան, տալիս է ինչ-որ բան հանդիսատեսին այդ փոխհարաբերությունների մասով կոնկրետ։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, ինչքանով է կարևոր է, որովհետև նորից եմ կրկնում այնպիսի փոխհարաբերություններ են, որ հանդիսատեսը ճիշտ է ծիծաղով շատ ծիծաղելի տեղեր կան, բայց սա զուտ կատակերգություն չէ, սա տրագիկոմեդիա է։
Եվ այո, կարող են սովորել, որ այդպիսին չլինեն։ Եվ երկուստեք այդպիսին չլինեն, թե մոր նման, թե աղջկա նման։ Դե հարևանուհին կպնելու տեղ չունի, ինքը սերիալների մեջ խորացած մեկն է, որ ասում են ոչ խելք ունի, ոչ մեղք, անընդհատ այդ աշխարհի մեջ է, բայց մայր ու աղջկա փոխհարաբերությունների մեջ, այո, կարելի է սովորել, կարելի է ճիշտ եզրակացության գալ, որ այս դեպքում այսպես չվարվեն, այն դեպքում այնպես չվարվեն։ Ինչ տպավորություն ունեք առաջնախաղից հետո, ըստ ձեզ որքանով այն սիրվեց հանդիսատեսի կողմից եւ որքանով եղավ հասկացված։ Չգիտեմ, անհամես լինեմ։ Փորձեմ։ Կարծես թե սիրվեց։ Բուրն էր արձագանքը։ Զուսպ անհամեստություն եմ անում, էլի։ Կարծես թե սիրվեց, հասկացվեց եւ յուրաքանչյուր հումորային ռեպլիկ իրոք ծիծաղ էր առաջացնում, որից հասկանում ենք, որ իրենք հասկացել են, այդ նուրբ հումորն են, ամեն ինչ հասկացել են։ Ըստ ձեզ որ տարիքային շերտի համար է ներկայացումը։ Գիտեք, երևի 15 տարեկանից բարձր կամ որովհետև դե մինչև 100 տարեկան։ Դեռահասությունից սկսած կարելի ասել, որ հասկանան ամբողջ այդ ուղերձը, ինչ որ պարունակում է մեսիջը։ Եթե մենք փորձենք համեմատելու լինել հանդիսատեսին, իր արձագանքը տարիների ընթացքում, դուք արդեն երկար տարիներ է, որ ոլորտում աշխատում եք, տարբեր ներկայացումներում հանդես եք եկել, տարբերությունն ենք զգում ենք հանդիսատեսի, որ տարեստարի գուցե հանդիսատեսը ավելի ակտիվ է, գուցե ավելի շատ մասնակիցն է ուզում դառնալ ներկայացման, ներգրավվածություն ունենալ, այդ ձեր ասած իր ռեպլիկներով, իր ծիծաղով կամ հուզմունքով։ Հանդիսատեսը այո, ակտիվ է, բայց մի խնդիր կա, որ մեր թատրոնի համար մի քիչ դժվար կացության մեջ է դնում։ Մեր թատրոնը կոչվում է երաժշտական կոմեդիայի թատրոն, բայց քանի որ դրամատիկական թատրոններն էլ լիիրավ բեմադրում են կոմեդիաներ, ենթադրվում է մեր թատրոնն էլ կարող է դրամաներ, տրագիկոմեդիաներ բեմադրել, բայց հանդիսատեսի որոշ մաս կա, որ կարծես տրագիկոմեդիան կամ տրագիկոմեդիան դեռ ոչինչ, դրաման մեր թատրոնին հարմար պատշաճ չի գտնում, չի ընկալում մեր թատրոնում դա, ու իրենք էլ մեղավոր չեն, իրենք էլ ուզում են թեթևանալ, ծիծաղել, ուրախանալ, այս դժվար հոգեկան աշխարհաքաղաքական իրավիճակներից հասկանալի է, բայց միայն անիմաստ ծիծաղով չեն թեթևանում։ Ու մենք շատ կուզեինք, որ մեր թատրոնում ոչ միայն բեմադրվեր կոմեդիա հանուն կոմեդիայի, այլ ամեն տեսակ պիեսներ, իհարկե մյուզիկլից, օպերետից, երաժշտական պիեսներից սկսած, որոնք մենք ունենք մեր խաղացանկում, եւ այն էլ ասեմ, որ լավ է ընդունվում, հենց երաժշտական ներկայացումները բավական լավ են ընդունվում։ Դա էլ գուցե երևի մեր կարծրատիպային մտածողությունից է, որ չենք ուզում, որ սահմանները խախտվեն։ Եթե եկել ենք կոմեդիայի երաժշտական թատրոն, ուզում ենք, որ այդտեղ լինի երաժշտությունն ու կոմեդիան։ Այո, բայց ինչու եթե գնում ենք դրամատիկական թատրոն, չենք պահանջում, որ անպայման դրամա լինի, որ մենք լաց լինենք։ Այն մարդիկ էլ են կոմեդիա խաղում։ Այնտեղ կոմեդիայի ընթացքը վայելում են, էլի։ Մի խոսքով, դա
արդեն Դուք ճաշակի հարց է։ հետաքրքիր արտահայտություն արեցիք, որին կարծում եմ արժե անդրադառնալ աշխարհաքաղաքական վիճակը եւ մարդկանց հոգեբանական վիճակը։ Այդ մարդիկ, որոնք այդ ամեն ինչի թիրախում են, այդ ամեն ինչից հետո շարունակում են ապրել, հա, նույն աշխարհաքաղաքական դրությունից ելնելով, ինչ-ինչ փոփոխությունների է կյանքը ենթարկվել, ինչու՞ չէ նաեւ պետք է նշենք պատերազմից հետո մարդկանց հուզական դաշտն է փոխվել, զգացական մակարդակն է փոխվել, հանդիսատեսի վրա զգում եք այդ ազդեցությունը։ Այո, գիտեք, մենք ներկայացում ունենք 2024 կոչվում է Երևան 2024 ու դա Արցախից վերադարձած հաշմանդամ հերոսի մասին է եւ ես նկատել եմ, որ երկրորդ մասից սկսած, երբ որ արդեն դեպքերը սրվում են, հետո մայրն է գալիս տղայի մտապատկերի մեջ, բավական հուզիչ է ու հանդիսատեսն է դրա հետ մեկտեղ հուզվում, անպայման հուզվում է։ Որովհետև գուցե նաև կա վերապրման այդ պահը։ Անպայման։ Հետո բարեբախտաբար այդ ներկայացման բեմադրիչն էլ իմ ու Անուշի երրորդ համակուրսեցին է, Սահակյան Արթուրը, այնպես է արել, որ շատ լալահառաչ չլինի։ Կարևորը որ չափի սահմաններում լինի, որովհետև երբ որ բացորոշ ես ուզում հուզել հանդիսատեսին, ոչ, դրանով չես հուզի, պիտի ամեն ինչ իր չափի մեջ լինի և հանդիսատեսը դա ընկալում է, հուզվում է։ Շատ լավ, խոսենք նաև առաջիկա ծրագրերից, թատրոնը ինչ ծրագրեր ունի, ինչ նոր ներկայացումներ կան, որտեղ գուցե դուք եք ներգրավված, ձեր խաղընկերները այս ներկայացման ևս։ Մեր թատրոնի ստեղծագործական կյանքը շատ բուռն է։ Պատկերացրեք հունվարից սկսած մենք ունեցել ենք արդեն սա երրորդ պրեմիերան է։ Շատ շուտով լինելու է չորրորդը։ Արևի մարդիկն ենք հանձնել ենք Prime Time musical-ը, որով շուտով Թբիլիսի ենք գնալու հյուրախաղերի, իմիջիայլոց հունիսի սկզբին էլ Իրկուտսկ պետք է գնան երկու ներկայացումով, սա հանձնեցինք, հունիսին հանձնելու ենք Վամպիլովի դեպք մետրամբաժի հետ ներկայացումը և ինչպես ասեցի շատ շուտով Գարսիա Մարկեսի մի սպանության պատմություն իհարկե մի քիչ ուրիշ վերնագիր ունի և սա այն դեպքն է, որ այո, սա ոչ կոմեդիա է, Գարսիա Մարկեսի ինչ կոմեդիա, պիտի իր հանդիսատեսը ունենա։ Շատ լավ, իսկ ինչ եք կարծում այս ներկայացումը կհատի ևս սահմաններ, ինչպես մյուս ներկայացումները ասացիք, որ հյուրախաղերով այլ տեղերում են լինելու։ Գիտեք, ես ուղղակի շատ լավատեսորեն եմ տրամադրված այս հարցին և հույս ունեմ, որ կհատի։ Շատ լավ, սպասենք ուրեմն հատելուն, այդ մասին ևս մեր տաղավարում սիրով կհյուրընկալեմ և կխոսենք այդ մասին ևս, և եթե փորձենք ամփոփելու լինենք զրույցը, ներկայացումը, ինչ ասենք, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը այս պարագայում գա ու դառնա հանդիսատես, թե այս ներկայացման, թե առասարակ թատրոնի այլ ներկայացումների։ Ընդհանուր բան ասեմ, սիրելի հանդիսատես, համեցեք թատրոն և մասնավորապես, քանի որ ես պարոնյանցի եմ, մեր թատրոն էլ համեցեք։ Իդեպ արդեն քանի տարի է, որ թատրոնում եք դուք։ Ես սկսել եմ Գյումրիի թատրոնից, 99 թվից եմ Պարոնյանի թատրոնում։ Իմ տարիքի 26։ Այո։ Բավական երկար ընթացք եք ունեցել թատերական կարիերայի, ինչը հրաշալի է։ Շնորհակալ եմ ես ջերմ, տաքուկ, անկեղծ ազնիվ զրույցի համար, ուրախ եմ, որ առիթներ ունենք այս տեսակ բովանդակ զրույցներ ունենալու, ձեզ հաջող ներկայացում եմ մաղթում առաջիկայում, իդեպ ներկայացումները հաջորդիվ երբ կարող են դիտել հեռուստադիտողները մեր, դառնալ հանդիսատես։ Ուրեմն հաջորդ ներկայացումը հունիսի 8-ին է և հունիսի 28-ին։
Նաև խաղալու ենք հուլիսի 19-ին։ Այո, կան բավական արդեն ծրագիրը կա, այո, ծրագիրը կա։ Հեռուստադիտողը ուրեմն մասնակիցը դառնալ այդ ամենի։ Համեցեք, խնդրեմ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի հետ, Պարոնյանի թատրոնում այս պահին առաջնախաղը տեղի է ունեցել Կմեռնեմ ուրբաթ երեկոյան ներկայացման, որը ինչպես արդեն նշեցինք, առաջիկայում եւս խաղացանկում կա, այնպես որ կարող եք գնալ եւ վայելել ներկայացումը, բացահայտել մոր եւ աղջկա փոխհարաբերությունները եւ առասարակ հարևանուհու մասնակցությունը այլ ընտանիքի կյանքին դրական եւ բացասական առումներով։ Այսօրվա մեր եթերը արդեն ամփոփում ենք, ես մեծ հույս ունեմ, որ կարողացանք ամբողջ եթերի ընթացքում, տարբեր բլոկների ընթացքում ձեզ փոխանցել այն դրականն ու հետաքրքիրը, որը նախատեսել էինք։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում, օրը ձեզ հետ ժպիտով սկսեց եւ ավարտեց Արմինե Թովմասյանը, լավ եղեք եւ չմոռանամ իհարկե շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկերոջ Արփինետին, որը ապահովեց այս գեղեցիկ գարդանային եթերը։